Բերեք բացենք ասո խոսքը եւ ընթերցենք։ Հովանո Այտարանը մի խոսք ասում է. դուք չեք որ ինձ ընտրեցիք, այլ ես ձեզ ընտրեցի։ Ոչ թե դու ես որոշել որ ես այսօր կամ ես կդառնամ հոգևոր, այլ չէ, Աստված որոշեց եւ ընտրեց, այդքանի մեջ ասեց դու պետք ես ինձ։ Ասում է դուք չեք որ ինձ ընտրեցիք։ Դա Աստծո շնորհքն է, մենք ոչինչ չարեցինք, Աստված մեզ ընտրեց։ Եվ կարգեցի որպես դուք գնաք եւ պտղաբերեք եւ ձեր պտուղը մնա, որպեսզի ինչ որ իմ անունով խնդրեք, հորից տա ձեզ։ Դուք եք չէ որ ծառի վրա որ պտուղ ալնում, մենք սպասում ենք որպեսզի այդ պտուղը հասնի իր նպատակին, չէ՞ չի լինում կամ նեղվում ենք երբ որ կարգ ու տախապում պտուղը չանում է կամ ընկնում է, մենք սպասում ենք այդ պտուղը երբ որ լինի, նա իր վերջի նպատակին հասնի։ Նույնը մեր կյանքն է, Աստված սպասում է, որպեսզի մեր կյանքը իր վերջի նպատակին հասնի։ Հիշեք այն պատմությունը, որ մի մարդ ուներ երկու որդի, կրսեր որդին որոշեց ասում է, հայր, տուր իմ հասանելիք ունեցվածքը, իմ ժառանգությունը, ես ինչ կուզեմ էնել կանեմ, իմ կյանքն է, ինչ կուզեմ էնել կանեմ, և հիշում եք պատմությունը, ինքը վերցրեց այդ ունեցվածքը և գնաց, օտար երկիր և վատնեց, բոլոր իր ունեցվածքը։ Մեր կյանքը, մենք ինչ ենք որոշում, մենք այդ որդու նման վերցնենք մեր կյանքը և մեր ուզած ձևով ապրենք, թե որը որ Աստծուն հաճելի կյանք ապրենք։ Շարունակեմ։ Մատթեոս ավետարան 25-րդ գլուխ 14-րդ խոսքից մի քիչ համբերատար կլինենք, որովհետև այդ առակը մի քիչ մեծ է։ Մատթեոս ավետարան 25-14-ից իր այդ կարդում ենք։ Մի մարդ օտար երկիր գնալիս կանչեց իր ծառաներին եւ իր ունեցվածքը նրանց հանձնեց։ Մեկին 5 անգամ տվեց, մեկին 2, մյուսին 1, յուրաքանչյուրին ըստ իր կարողության եւ մեկնեց։ Նա որ 5 անգամ էր ստացել, դրանով գործարքարեց եւ 5 անգամ եւս շահեց։ Նույնպես է նա ով 2 անգամ էր ստացել, 2 անգամ շահեց։ Իսկ նա ով մեկն էր ստացել, գնաց հողը փորեց ու իր տիրոջ արծաթը թաքցրեց։ Մտածել եք, երբ ծանոթ տեղից եմ կարդացել էդի, ես վերցնում էդի ոնց որ մեր կյանքն է։ Աստված մեզ կանչեց, մեզ օրհնեց, բոլոր օրհնություններով եւ սպասում է, որ դու քո կյանքդ ոչ թե որդու նման վատնես քո ուզած ձևով, ապրես, այլ պտուղ բերես։ Ասում եմ, ես ձեզ կանչեցի, ոչ թե ձեզ, դուք եք ինձ ընտրել։ Եվ երբ որ Աստված կանչում է, նա մեզ ինչ-որ մի բան տալիս ասում է, մեկին, ամեն մեկին իր կարողության չափով, մեկին 5, մեկին 2, մեկին 1, կամ ասես, դե ինձ բան չի տվել։ Դու կարաս կոնե գաս, աղոթես, այդ մեկն է, երևի մեկն է, իմ կարծիքով, կարաս գաս մի հատ աղոթես մենակ, աղոթես երկրի համար, աղոթես շենք շինարության համար, աղոթես քույրիկ եղբայրների համար, այդ մի բան է, այն երկուսը արդեն մի բան ավել անում, և եթե հիշում եք պատմությունը, Աստվածում ապրես բարի հավատարիմ ծառա, քեզ 5-ը տվեցի, դու 5-ը ևս շահեցիր, ասես քո կարողությունը շատ է, դու շատ բան արեցիր, Աստված ուրախանում է, յուրաքանչյուրը ինչ-որ մի բան ունեք, ես այս վերջակից արդեն մեր աղոթքաժողովները մի քիչ շատանում են, հրաշալի են մեր քույրիկները, մեր եղբայրները և աղոթում են, ինչքան շատ, այնքան շատ, այնքան շատ, ու ամեն մեկս բերեք, վերցնենք այն, որ մեզ վստահել է, այն մի քանքարը, մի թաքցրեք, մի պահեք, ձեր տանը նստեք, դու գիտեք, որ 3 շաբթի օրերը, իրիկունը մենք ժամը 8-ին հավաքվում ենք, եք թաքցնում, եկեք Աստծո առաջ, եկեք դռները թակեք, մտեք Աստծո սրահը, կանչեք իրան, այդ մի քանքարը որ ունեք, պահել եք, ինչի մար, վաղը մյուսօր դուք պատասխան պետք տաք, ասելու է դու խիչ ես եկել,
Երկրորդ Պետրոս առաջի գլուխ։ Ինչպես որ նրա աստվածային զորությունը շնորհեց մեզ այն ամենը, որ կյանքի աստվածապաշտության համար պետք է, նրա գիտությունով, որ մեզ կանչեց փառքով եւ առաքինությունով։ Տեսեք ինչը գրած։ Մեզ կանչեց, մեզ շնորհեց։ Նույն խոսքն է։ Դու հենց նես ես ասոտանը, դու ինչ-որ մի բան ունես, ասում եմ ես ունում, որ դուք պտղաբերեք, և ձեր պտուղը մնա, այդ մեկ կանգարը, որ ունեք, չպետք է թաղեր, ինչպես որ նրա աստվածային զորությունով շնորհեց մեզ այն ամենը, որ կյանքի և աստվածապաշտության համար պետք է մեզ, նա մեզ արդեն ամիշ տվել է, ուղղակի մենք պետք է մի քայլ անենք, որ մտնենք իր կամքի մեջ, անենք այն ինչ որ Աստված ուզում է, չծուլանանանք։ Ամեն։ Դու պատրաստ ես անել, այն ռուսերեն ասած լետակոլը հայերեն չգիտեմ ոնց է այդի։ Գիտեք, էլի նավա, որ սարուծա կոտրում։ Ռուսերեն հայերեն չգիտեմ։ Իր համար շատ դժվար է այս սարուծը կոտրել։ Այն իր հետևից եկող նավերը շատ հանգիստ կեթան, բայց իր համար դժվար է, որտեղ ինքը առաջինն է, այդ դու առաջինն ես, վաղը միսօր մենք ստեղի դուս ենք գալու, գնալու ենք մեր շենքը, և շատանալու ենք, և փառաբանելու ենք, նայելու ենք այսօրվանը, կասեք, դե մենք սկիզբը էս էր մենք սկսել ենք էս քանից, մեր վերջը շատ խիտ շատ այլներ, և կտեսնեք և կփառավորեք Աստծուն, ամեն, ուզում ես շարժվես, ուզում ես թեվութիգուն կայնես, և շարժվես, այս գործի մեջ, դու պետք է քո այդ մնասը չթողես, չթաղես, չծուլանաս, կայնես մեր կողքը, եղբայրների կողքը, քույրիկների կողքը, այնքան գործ կանելու, կասես ես ինչ գրամ ինչ անեմ, այնքան գործ կանելու, վաղտալելու ամեն ինչը շարվելու է, մենք է փոշին, մտածելու ենք ով պիտի փոշին հավաքել, եղել է ես հավաքել եմ, եղել է ես հավաքել եմ, Փառք Աստծուն, Աստծու համար ինչ էլ անես, փառավորը, ինչ էլ անես, ամեն, եթե դու պատրաստ ես այն տաղանդը, որ ունես, գործածես, պահի և հավատարիմ կաղնի և բերեք աղոթենք, որ Աստված մեզ գործացի, մենք չթաքցնենք այն մնասը, այն քանքարը, որ Աստված վստահեց մեզ, գործացենք, Աստծո փառքի համար, մի ծուլացեք,